Հայաստանի տնտեսության վիճակը գնահատելու համար մեր քաղաքացիները նույնիսկ չեն կանգնում։ Ուրա երկիր, ուրա տնտեսական վիճակ։ Նորմալ։ Ամեն ինչ լավ է։ Ամեն ինչ շատ լավ է։ Դուրսեն, երբ որ փող կուղարկեն, լավ է ամեն ինչ, իսկ եթե այստեղ մարդիկ կաշխատեն, շատ վատ։ Տնտեսական աճը այն վաղ կլինի, երբ որ չգողանան։ Կան քաղաքացիներ, ովքեր կարծում են, որ տնտեսական վիճակը փոխվում է։ Տնտեսական վիճակը չեմ կարող ասել շատ վատ այն վիճակով, որովհետև ես ինքս հիմա սովորող եմ, ուսանող եմ ու ամեն ինչ անում ենք, թեկուզ հիմիկվա ջահելները ամեն ինչ անում են, որ հետո երկիրը էլ ավելի լավանա։ Եթե ժողովրդի մեծ տոկոսը չքավորության սահմանում է ապրում, ինձ թվում է դա արդեն աքսիոմա է, դա բացատրելու բան չկա այդտեղ։ Հասկանում եք, բայց որ դրանով հետաքրքրվում են իշխանությունները, դա էլ չի կարելի բացառել։ Դու գնալով զարգանում է, նորմալանում է, կարելի ասել։ Առաջներում մի քիչ այն չէր, բայց հիմա ոչինչ։ Չնայած քաղաքացին ունի նկատառում, որը հաշվի չեն առնում երկրի ղեկավարները։ Առևտուրը չի զարգացնում, արդյունաբերությունն է զարգացնում երկիրը։ Ես այդ գիտեմ, որովհետև ես ծնվել եմ արդյունաբերության մեջ, մեծացել ենք այտենց։ Կառավարության կազմի փոփոխությունները դրական են ընկալվում, բայց կենսամակարդակի վրա ազդեցության համար այլ քայլեր են պետք։ Որ մի բան փոխվի, պետքա էությունը վերացնես, բուն, էությունը, պատճառը, դեղերը ստե չեն օգնի։ Այն նորարարությունները, այն տնտեսական հնարավորությունները, որ այսօր աշխարհի լավագույն պետությունները պետք է դրանցից օրինակ վերցնեն։ Իհարկե, հաշվի առնելով մեր ժողովրդի մենտալիտետը, հաշվի առնելով մեր հնարավորությունները։ Իդեպ հարցման մասնակիցների մեծ մասը հարցերին չէր պատասխանում, պատճառաբանությամբ, թե իրենք պարզապես արձակուրդն են Հայաստանում անցկացնում, վաղուց արտագաղթել են։